Բարաք Օբամայի ելույթի հիմնական մասը տնտեսական թեմայով էր։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Վաշինգտոնը հաղթահարել է ճգնաժամը, գործազրկությունը կրճատվել է, նավթի գինն իջնում է, քամու էներգետիկան զարգանում է։ Վերջին 5 տարիներին մեր գործարար ոլորտում ավելացել է 11 միլիոն աշխատատեղ։ Այսօր Միացյալ Նահանգներն աշխարհում ամենաշատ նավթ ու գազ արդյունահանող պետությունն է։ 3 շաբաթում քամուց նույնքան էներգիա ենք ստանում, որքան ամբողջ 2008 թվականի ընթացքում էր։ Մեր շրջանավարտների թիվը ռեկորդային է։ Բարաք Օբաման ցանկանում է փոխել օրենսդրությունը, մասնավորապես Չինաստանի էժան ապրանքներից տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Ամերիկյան պետությունն առաջընթաց ունի նաև առողջապահական ասպարեզում։ Խոց հիվանդությունն առաջիկայում կդառնա բուժելի։ Ցանկանում եմ, որպեսզի Միացյալ Նահանգները առաջատար լինի հայտնագործությունների մրցավազքում, արևի էներգիայից ստանանք հեղուկ վառելիք, հասնենք նրան, որ ձեռքը կորցրած վետերանը կարողանա բեյսբոլ խաղալ թոռնիկի հետ, տիեզերք ոչ միայն այցելենք, այլև բնակվենք այնտեղ։ Սկսում ենք ծրագիր, որի նպատակն է ամերիկացիներին ուղարկել Մարս մոլորակ, 2 ամսից պատրաստ կլինենք։ Սքոթ Քելլին կղեկավարի այս առաքելությունը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, կապիտան, ու չմոռանաք նկարները դնել Instagram-ում։ Նախագահն ակնարկեց, որ վետո կկիրառի ցանկացած օրինագծի դեմ, որը կառաջարկի կրճատել մարդկանց բարօրությունը, փոխել էմիգրացիայի մասին օրենքը, ու թեև ծափերը հաճախ են ընդհատում Բարաք Օբամայի խոսքը, ոչ բոլորն էին ծափահարում։ Օրինակ ետևում փոխնախագահի կողքին նստած կոնգրեսի խոսնակ հանրապետական Ջոն Բեյները։ Ուկրաինայի թեմայով Բարաք Օբաման մեղադրեց Ռուսաստանին տեղի ունեցածը համարելով ագրեսիա։ Արտաքին առաջնահերթություններից էին Կուբան եւ Իրանը։ Կուբայի ուղղությամբ տեղաշարժը վերջ կտա թշնամանքին արևմտյան կիսագնդում։ Մեր դիվանագիտությունն աշխատում է Իրանի ուղղությամբ։ Վերջին տասնամյակում առաջին անգամ կասեցրինք միջուկային ծրագրի առաջընթացը։ Մինչև գարուն ընդհանուր համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Կիբերանվտանգությունն առավել կարևոր է դառնում, նկատեց Օբաման։ Օտար ուժերը չպետք է կարողանան վտանգել ամերիկացիների անձնական տվյալների բազաները կամ ընկերությունների կայքերը։ Լավ նորություն կար շրջակա միջավայրի պաշտպանության առումով։ Մոլորակի ջերմաստիճանը կդադարի բարձրանալ, դա արդեն նկատելի է, հայտարարեց նախագահ Բարաք Օբաման։ Հայկարամ Նահապետյան, Առաջին ալիք, Վաշինգտոն։